Իսրայելը գտնում եւ թիրախավորում է Իրանի ռազմական ղեկավարներին ու միջուկային գիտնականներին, բայց այ Իրանում կա մի տեղ, ուր իսրայելական հրթիռները չեն կարող հասնել եւ խոցել։ Դա մի հատուկ հսկողության տակ գտնվող միջուկային կայան է՝ Ֆորդոն։ Իրանն այստեղ օգտագործում է ուրան հարստացնելու համար առաջադեմ ցենտրիֆուգներ եւ մոտ է միջուկային զենքի համար անհրաժեշտ մակարդակին, չնայած ասում են, իրենք դրանով չեն զբաղվում։ Ղոմ քաղաքի մոտ ու լեռների մեջ թաքնված այս կայանը կառուցված է այնպես, որ կդիմանա համարյա ցանկացած տեսակի հարձակման։ Մենք խոսում ենք ավելի քան 80 մետր ժայռափոր ու երկաթբետոնե ծածկույթի տակ գտնվող կայանի մասին։ Իսրայելը չունի զենք, որ կխոցի Ֆորդոն, իսկ ով ունի, ԱՄՆ-ն ունի։ GBU-57 ռումբն է դա։ Սա 13 տոննայից ավելի է կշռում, նախատեսված է 60 մետր հող եւ բետոն խոցելու համար։ Այս ռումբը գետնափոր բունկերները կարող է խոցել շնորհիվ ահռելի քաշի ու կառուցվածքի։ Բայց նույնիսկ այս զենքով Ֆորդոյի ոչնչացումը երաշխավորված չէ։ Շատ հնարավոր է պահանջվեն բազմակի հարվածներ, բացի այդ Ֆորդոյի կայանը գերհսկողության տակ է, իսկ ճշգրիտ կառուցվածքը հայտնի չէ։ Բայց փաստը կա, առանց ԱՄՆ-ի օգնության Իսրայելը պարզապես չունի Ֆորդոն կործանելու համար անհրաժեշտ զենքը։ Իսկ Ֆորդոյի վրա ցանկացած հարված կարող է ավելի լայն հակամարտություն գրգռել այս տարածաշրջանում։ Հենց սա է պատճառը, որ անգամ տեխնիկական հնարավորություններ ունենալու պարագայում ԱՄՆ-ն մինչև այժմ ռազմական այս բախման մեջ չի մտել։